Նախքան բանախոսներին ձայնը փոխանցելը համառոտ կփորձեմ ներկայացնել իրավիճակը։ Ինչպես հիշում եք, 2025 թվականի մայիսի 30-ին առավոտը բացվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պարկեշտ արտահայտություններով, ուղղված եկեղեցու հոգևորականին։ Թվում էր, թե դա ընդամենը զգացմունքային կարճատև զեղում է, սակայն հետագա նույնավոր զարգացումները ապացուցեցին, որ սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի հերթական ալիքն է։ Ընդ որում այս արշավը իր նախորդներից տարբերվում էր ոչ միայն լկտիությամբ, այլ նաև նրանով, որ այդ արշավը առաջնորդում էր հենց վարչապետը իր անունից։ Ինչպես գիտենք, Սուրբ գրային խոսք, դրան հաջորդող վիրավորանքներ եւ կաթողիկոսին փոխարինելու նոր օրակարգ։ Բնական է, որ սա ազդելու էր եկեղեցու զավակների զգացմունքների վրա։ Նույնիսկ աթեիստ կամ եկեղեցու հետևորդ չհանդիսացող մեր հայրենակիցները քաջ գիտակցում են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման հարցում։ Իշխանությունը փորձում է այս արշավը ներկայացնել որպես անձի կամ անձանց դեմ գործողություն։ Սակայն մենք լավ պատկերացնում ենք, որ սա եկեղեցու ինքնակառավարման համակարգի դեմ ուղղված արշավ է։ Իսկ դրա ապացույցները բազմաթիվ են։ Մասնավորապես, վարչապետը վաղուց իրեն համեմատում է Պապ Թագավորի հետ, որը ինչպես հայտնի է, հակաեկեղեցական կեցվածք ուներ։ Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը 2018 թվականին իշխանության թողտվությամբ կամ կազմակերպմամբ իրականացվեց եւ դադարեց միայն այն ժամանակ, երբ Էջմիածին քաղաքում արդեն եկեղեցու զավակների եւ այդ ակտիվիստների միջև բախումներ սկսվեցին։ Հիշում ենք նաեւ հայ եկեղեցու պատմություն առարկայի դուրս հանումը կրթական ծրագրերից։ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հրապարակման գրաֆիկը փոխելը։ Սրան զուգահեռ բազմաթիվ հետապնդումների եւ անարգանքների փորձեր են եղել։ Մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ վարչական տուգանքներ են կիրառել, օրինակ թեմերի տրանսպորտային միջոցներից մեկի ճեկի խախտումների համար։ Տուգանել են կառույցի ղեկավարին։ Ավելին գրությունները, որոնք ուղղվել են կաթողիկոսին կամ թեմերի առաջնորդներին, հստակ հատուկ շեշտադրվել են որպես կրոնական կազմակերպություն։ Եվ սրանք բազմաթիվ են։ Հիմա սա անձի դեմ դրսևորում է, թե ինստիտուտի դեմ։ Կարծում եմ դա ակնհայտ է։ Եվ զարմանալիորեն այս ամենը համընկել է ադրբեջանական քարոզչական թեզերի հետ։ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Փաշազադեն բազմաթիվ անգամ հայ եկեղեցուն եւ անձամբ կաթողիկոսին մեղադրել եւ վիրավորական խոսքեր են հնչեցրել։ Մեջբերում եմ 2024 թվականի ապրիլի 10-ի նրա խոսքերը։ Այսօր կաթողիկոսի գլխավորությամբ հայկական եկեղեցին ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում եւ որևէ կերպ համաձայն չէ, որ Ադրբեջանը սեփական տարածքներն է ազատագրել եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Մենք նրան առաջարկեցինք, որ եթե նա ընդունի դա, մենք էլ իրեն կընդունենք։ Վերջին սրացման առիթը 2025 թվականի մայիսի 27-ի Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված կրոնական ազատություն հայկական հոգևոր մշակութային եւ պատմության ժառանգության պահպանումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային համաժողովին կաթողիկոսի մասնակցումներ։ Լավ, հարց է ծագում, ինչ է անում եկեղեցին, որ շարժում է ոչ միայն հայրենի իշխանությունների զայրույթը, այլ նաեւ մեր թշնամիների։ Արդյոք եկեղեցին հեշտ չի համակերպում պարտվական քաղաքականությանը։ Եթե մեր եկեղեցին այդպեսին լիներ, այդպես համակերպող լիներ պարտվական քաղաքականությանը, ապա մեր ժողովրդի երախտագիտության խոսքը չէր հայտնի, չէր ներառի նաև սահմանադրության մեջ, եւ եկեղեցուն չէր համարի որպես ազգային ինքնության պահապան, քանի որ մենք չենք էլ լինի։ Իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները, ինչպես նաև արևելագետները այսօր կփորձեն վերլուծել եւ ներկայացնել պետություն եւ եկեղեցի հարաբերությունները եւ կներկայացնեն իրենց գնահատականները։ Տեղեկացնեմ ձեզ, որ մենք այսօր կունենանք 8 բանախոսի զեկույց եւ այնուհետեւ մեր մասնակիցները, եթե կցանկանան իրենց դիրքորոշումը կեցվածքը հայտնեն, ապա կխնդրեմ մեր գործընկերները կմոտենան, կգրանցեն եւ դուք նույնպես նման արտահայտվելու հնարավորություն կստանաք։ Ավելին, այս քննարկման ավարտին նախատեսում ենք նաեւ համատեղ հայտարարության ընդունում, քիչ հետո նաեւ հայտարարության նախագծերը կներկայացվի մասնակիցներին
է։